Բարև բոլորին։ Չգիտեմ որքանով եք ծանոթ այս խաղի հետ, Raid Shadow Legends։ Ուզում եմ այս խաղի վերաբերյալ վիդեոների շարք նկարել, թե ինչպես են խաղ անցնում, սկզբից մինչև սկսեի դերևս խաղի սկզբնական մասի ամենակարևոր փուլը, մինչև ահա այս գերոյը, այսպես ասած, արբիտրը ստանալը։ Փորձեմ այս շարքը ամբողջությամբ նկարել և տեղադրել ինտերնետ, YouTube։ Կարծում եմ բոլորի դուր կգա, ասեմ, որ իմ առաջի ընդհանրապես գործողությունը, ոչ միայն նման, այլ ընդհանրապես առաջի գործողություններից դերևս YouTube-ում, ոչ բլոգերը, ոչ յութուբերը, ինչպես ասում են։ Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք, որպես առաջին փորձի իմ քարկոծի, այսպես ասած։ Փորձենք պարզապես այս խաղի միջոցով մի որոշ ժամանակ այսպես հեռանալ այս մեր ներկա իրավիճակից, ունեմ որոշ ժամանակ, օրվա մեջ ունեմ թեկուզ մի ժամ, պարզապես ուղիղ մեր սանջատենք, որտեղ այլևս հնարավոր չի։ Մինչև է սկսենք Raid Shadow Legends, խաղը սկսում է, չգիտեմ նրա շատերն են խաղում այս խաղը թե չէ, նրանք ովքեր խաղացել են արդեն անցել են որոշ փուլ, գիտեմ որ սկզբնական մասում մենք այդքան մեծ բան չենք կորցրել, ուսուցողական փուլը, ինչ-որ փոքր մի քանի քայլեր են ցույց տալիս, թե ինչպես կարելի անել ու սկսում են այսպես ասած հասնում ենք այստեղ։ Խաղը սկսվելուց առաջ, սկսվելուց հետո ավելի ճիշտ մտնում ենք դաստիժենիա, այստեղ տված է փոխել ավատարը, փոխել անունը, այսպես привязать учетный запись к Facebook-ը ու Plarium ID-ին։ Բոլոր նրանց համար ովքեր տեղյակ չեն, թե ինչպես է դա արվում, մտնում ենք այս վերևի ձախ անկյունում նկարի վրա, սմենից ավատար, սեղմում ենք, ինքը տալիս է փոխում ենք մեր ավատարը, մեր ուզած ավատարն ենք դնում, ես վերցրել եմ այս որկերից Galek հերոսի նկարը, Plarium ID, միացնում ենք, սեղմում ենք սրա վրա Plarium ID-ն սազդվատ ենք անում, այսինքն մեր էլեկտրոնային պոստին ենք միացնում ու Facebook-ին ենք միացնում, այդքան դժվար բաներ չկա այստեղ։ Ստարտի համար տալիս են 4 հերոս, այստեղ վսե գերոյի ցույց տամ, թե որ գերոյներն են ցույց տալիս, Վիշի էլֆից Էլենը, այսպիսի հերոսուհի, Священный орден, եթե չեմ սխալվում, Էթելնը, այս գյուղացկուհինը, հետո օրկերից Գալեկն է, հետքի գերոյ էլի, այս գերոյն են տալիս, ու ճոմնի էլֆերից մեզ տալիս են այս կայլ հերոսին։ Ես ինչպես և բոլորիդ եմ խորհուրդ տալի հատկապես ընտրել այս գերոյին, որտև նա մեզ ոչ մենակ ստացվում, այլև հետագայում շատ ու շատ տեղերում պետք է գալիս։ Լինելու է մեր հիմնական գերոյը խաղի, մինչև որ հասնենք, ոնց ասած, խաղի կարևորագույն փուլերը հասնելը։ Մտնում ենք կոլեկցիա, այստեղ մեր գերոյներն են, ունենք 2 գերոյ, այս երկրորդին պետք է սրա վրա այդքան ուշադրություն դարձնել, սա խաղի ընթացքում մենք ստանալու ենք։ Այստեղ, ինչպես տեսնում եք, մեր սնարժանյան, ասած շմոտկեքն են,
Սեղմում ենք վրա, բացում եմ մեր արսենալը, որտեղ ցույց է տալիս, թե ինչ ունենք։ Սա էլ խաղն է տալիս։ Навика героев атака по врагу с вероятностью 80% накладывает яд 2,5% на 2 хода. Պարզաչը, որ արվածում եմ մեկ գերոյի 80% հավանականությամբ 2,5%-անոց յադ է տեղադրում։ Ստեղ հետո գրքերով ես նավիկը, որ ապտանեք ես սկիլը, եվս 20%-ով շանսը կմեծանա, արդեն կլինի 100%։ Երկրորդ скилла. Атака по всем врагам. За каждого убитого врага заполняет свою шкалу хода на 25%. У Неркелюцетель атака по всем врагам. Шанс критического удара 15%. За каждого убитого врага заполняет свою шкалу хода на 25%. Тем парзе чего? Բոլոր այսպես ասած Շնամու խփում է, ամբողջ կոմանդին է խփում, շնամու ներկելուց հետո կրիտիկական ուդարի շանսը մեծանում է 15%-ով, իսկ ամեն մի մահացած վրագի համար էլ իր շկալա խոդն 25%-ով ավելանում է։ Երրորդ скилла атакует случайные цели 4 раза с вероятностью 40%, накладывает яд 5% на 2 хода. Պատահական ինչ-որ մեկ ցել է վերցնում, կամ կարող է անգամից 3-4-2 ցել վերցնի պատահական։ Ու խփում է вероятностью 40%-ով 5%-անոց յադ накладывает անում դրանց վրա։ Ու ստեղ էլ գրքերով ապտանելուց հետո շանսը 10%-ով մեծանում է ու перезарядкն էլ մեկ խոդով քչանում է, այսինքն եթե հատկատը 5 խոդը դառնում է 4 խոդ։ У аура увеличивает здоровье союзника во всех боях на 15%. Այսինքն եթե իրան դնում են կոմանդի լիդեր, ինքը բոլոր союзникների здоровье 15%-ով ավելացնում է։ Տալանտներն էլ սրանք դեռ չունենք, ընթացքում արդեն այս սվիտկեքը որ ստանանք, արդեն կսկսենք կաչը տանել։ Դրանց հետո կանրադառնում։ Ինչ ունենք այստեղ ունենք հիմի մեզ դաստուպնի լոկացիաներից ունենք պարտալը, ստեղ մտնում ենք երոսներ ենք կանչում ասկոլկեքից, Загадочный осколок, կանոչներն են, կարելի է կանչել обычный, необычный, редкий герой, древний осколок, կարելի է կանչել редкий, эпический, легендарный, темный осколок, редкий, эпический, легендарный, ու сакральный осколок, Элитный, эпический, легендарный. Այսինքն պարզ չէ, որ կանաչ ասկոլկեքից կանչում ենք 3 տեսակի, обычный, необычный, редкий геройներ, древний ասկոլկեքից կապուտներից эпический, редкий, эпический ու легендарный, համապատասխանաբար темный ասկոլկեքից նորից редкий, эпический, легендарный, սակրալիներից էլ эпический, легендарный, բայց դեռ մի հատ այսպիսի բան ասեմ, որ եթե կանաչից կապուտից դեղենից կարող են կանչել 3 ստիխիայի գերոյներ, դրանց մասն էլ հետո խոսեմ։ Ապա темный ասկոլկեքից մենակ մի ստիխիայից մի այդ կարգի գերոյ կարող են կանչել։ Ու դրանք խաղում համարվում են գերոյներ, որոնք թույլ ուդար չունեն։ Ստեղ սլիանիա ունենք, այստեղից հավաքում ենք համապատասխան գերոյներին, կաչատ ենք անում, ներկում ենք ու դրանց զուլումից ստանում ենք նոր գերոյ։ Այս գերոյը պիքսինել է նավագոդնյա սլիանիայի համար է, այս մի 5-6 օրից պես ասած վերջանալու է սլիանիան։ Ռելիկվարը մեզ պետք է արբիտր միսիաները կատարել ժամանակ, ռազենը շատ ուժեղ գերոյ է սա մեզ ընթացքում այսպես ասած պետք է գալու, իսկ ժիվագլոտներ մեզ վայնի ֆրակցիաների համար է պետք գալու։ Չաստիցի սրանցից որոշները արդեն վերջացած են, որոշները դեռ փուլի մեջ են, ընթացքի մեջ են, ինչ ենք անում, հավաքում ենք տեսնում եք գրած է 0, 100, 0, 100, 0, 100, հավաքում ենք որոշակի չիստիցաներ, ինչ որ այսպես ասած զադանյաներ անելուց հետո։
ու դրանց օգնությամբ մենք ստանում ենք այս համապատասխան գերոյները։ Դրանց անդրադառնանք հետո։ Այս պարտալի մասին խոսեցինք, շախտան։ Շախտան մեզ տալիս է ռուբին, 3 ուռվին, օրական 5 ռուբին է տալիս, ու ասեմ ձեզ, ամեն ուռվինը բացելու համար 500 ռուբին է մեզ պետք, ու այդ 500 ռուբինը 3 ամսում ինքը հետ է բերում։ Դրանց հետո օրական 5 ռուբլի ինքը բերում է, 5 ռուբին։ Ստեղ նագրադը за посещение, սա ամեն օր խաղում գործելուց ստանում ենք համապատասխան նվերները։ Այս 60 օրվա համար ստանում ենք Իագոյին, էպիչսկի գերոյ, իսկ 90 օրվա համար ստանում ենք Տյոմնի էտել։ Ու այդ համապատասխանաբար տարբեր նվերներ։ Ստեղ էլ ինչ ունենք, նագրադա նավիչկու, սա ամեն օր 7 օր ես այսպես նվերներ է տալիս, վերջում էլ տալիս է շամանկա գերոյինիային, նորից էպիչսկի։ Ստարտի համար վատ գերոյ չէ։ Նագրադա за պրոցես ամեն ուռովին 5-10-15, այսպես ամեն 5 ուռովինից հետո մենք ստանում ենք համապատասխան նվերներ։ Ստեղ էլ ինչ կա, նովոստի, սա մեզ պետք չի առայժմս։ Սա մագազինը մեզ ամեն օր բեսպլատնի պադարակ տալիս, սա նավոգը պրազնիշնի պադարակը, սա մենակ հիմա այդ մինչև նոր տարի, եթե չեմ սխալվում, խորտ կտամ հիմա ռեգիստրացիա լինել, որ ստեղ 1 միլիոն տալիս, այդ 1 միլիոնը մեզ շատ պետք է գալ, 1 միլիոն սերեբրո։ Ու обычный նաբոր, սա ամեն օր ստանում ենք։ Ստացանք, այստեղ նաև այս երկու ասկոլկեքն են տալի, սկապույտը 5 օր 1, եթե չեմ սխալվում, իսկ կանաչը ամեն օր։ Նվերները ստեղից վերցնելուց այս վերևի աջ կողմում կա սունդուկ, մտնում ենք այդտեղից վերցնում ենք այս նվերները, էներգիային ձեռ չենք տալիս դեռևս, 99 օր կարող է մնալ, թողում ենք էներգիան, վերցրեցինք մեր ինչ որ պետք է, շարունակենք, թերևս այստեղ նաև ունենք դաստուկնի պատարկ, այս 3-ն էլ վերցնենք, սա էլ մեզ պետք գալու, տեսնենք այստեղ այս նագրադը за время в игру, որը մեջ 3 ժամ խաղում ենք, այս նվերները ստանում ենք, դրանք կարելի է չվերցնել, բայց հաջորդ օրը ակնավիտա լինելու ու իզուր տեղը կորելու այնպես, որ կարելի միանգամից վերցնենք հերթականությամբ, իսպիտանյա, սրանց մասին այդքան չեմ խոսի, որովհետև ինչ-որ մի կարևոր ճիշտ է լավ պադարակներ կան, բայց երբ որ մենք սկսենք միսիան անելը դրանք ընթացքում այդ իսպիտանյաները ինքնին կլուծվեն ու մինչև արբիտր ստանալը մենք արդեն այդ իսպիտանյան կփակենք ու զադանյաներ կան ежедневный, еженедельный, ежемесячный, продвинутый, սրանք 35 փոխանց ու դաստիժենյաներ կան, որոնք շատ կարճ բաներ են, հեշտ անգամից անելու ենք։ Այսպես, լավ, սկսենք երևի, թերևս սկզբնական բաներ ինչ որ պետք էր ասվեցի, սկսենք արդեն միսիաներից, նախ ասեմ, որ խաղը շարժվել ենք միսիաներով, կատարել ենք միսիաները ու նոր արդեն երբ որ որևէ միսիա չկարողանանք տվյալ պահին անցնել, նոր արդեն կանցնենք ինչ-որ ուրիշ գործողություն անելու։ Մեր գլխավոր նպատակն է ստանալ այս գերոյը առանց որևէ դոնատի, այսինքն առանց որևէ գումար ներդնելու խաղի մեջ, չնայած ասեմ, որ դա շատ դժվար է լինելու, բայց ես կարողացա վերջապես իհարկե շուտ եմ վերցրել, հիմնական ակաունտում վերցրեցի, պարզապես բախտս բերեց, սենց ասած մի քանի լավ կարևոր
գերոյներ կարևոր պահին եկան ու ստացվեց։ Լավ, սկսենք միսիաներից։ Առաջին миссия. Пройти уровень 7 ворот Кейրոկը в обычном режиме. Դրա համար կարանք այստեղից միանգամից անցնենք Վարոտը Кейրոկ, սեղմում ենք Perейти ու տեղափոխվում ենք մեր կոնկրետ միսիան, բայց ես այսպես ցույց կտամ։ Так, դա կամպանիան է, կամպանիա մտնելու համար սեղմում ենք Boy, տեղափոխվում ենք տարբեր լոկացիաներ, ինչպես տեսնում ենք բոլորը փակ են, բացի մեկից կամպանիա։ Բացում ենք կամպանիան, Վարոտ Кейրոկը, մտնում ենք, սեղմում ենք այստեղ, այս առաջի երկուսը ուսուցման փուլում անցել ենք, հիմա երրորդն ենք անցնում, ես պետք է որ 7-րդ ուռվինը անցնենք։ Մտնում ենք երրորդը, ընտրում ենք գերոյներին, սեղմում ենք վրա, ընտրում ենք, մենք արդեն կարելի սկիլները ծանոթանալուց տեսանք, որ ինքը ունի աուրա, որը լիդեր լինելու դեպքում ինքը իր ամբողջ կոմանդից դարովյան 15%-ով շատացնում է, դրա համար իրան վերցնում ենք որպես լիդեր, երկրորդ գերոյ ընտրում ենք սա ու սեղմում ենք նաչած։ Էներգիա անհրաժեշտ ամեն մի ուռվեն անցնելու համար, էներգիան կամ ստանում ենք անվճար ինչ-որ պարգևատը որպես նագրադա ինչ-որ, կամ էլ խաղը ինքն է ռեգեներացիա անում, իհարկե սահմանափակ քանակությամբ։ Տված է ավտո նախ ռուչնայ ռեժիմով կարող ենք անցնել, սեղմում ենք իր համապատասխան սկիլին, սեղմում ենք մեր հակառակորդի վրա, ինքը խփում է, սենց ասած։ Ոնց որ ստեղ սեղմում ենք առաջի սկիլը, խփում ենք կամ երրորդ սկիլը, խփում ենք։ Կամ միանգամից սեղմում ենք, այստեղ տեսնում եք, արագացնում ենք նախ արագությունը, դարձնում ենք 2, ավելի արագ է սկսում խաղալ ու սեղմում ենք ավտո, արդեն ավտոմատ ինքը սկսում է խաղալ։ Իհարկե տեղը լինել են, որտեղ ստիպված ենք լինելու ձեռքով անցնելու, դրանք հետագայում արդեն անցնում ենք սա, երրորդ փուլն էլ անցնում ենք ու արդեն վերջանում։ Իդեպ նշեմ, որ լավ հեսա վերջացնեմ, տեսեք ստացանք նագրադա, շիտ ու սիրիբրո։ Տեսակ պաբեդա 3 աստղ։ Ինչի համար են այդ աստղերը, ասեմ։ Մենք այս կամպանիան անցնելու ժամանակ մենք ստանալու ենք տարբեր, այսպես ասած, նագրադա, պարգևներ։ Ու տեսեք 15 աստղի դեպքում ստանում ենք սիրիբրո, 30 աստղի դեպքում ռուբի, 45 աստղի դեպքում լուսյա պոպտա, 100%-ով, իսկ 252 ծոնի ասկոկը, մեկ հատ։ Այդ 230, այսինքն այս обычный ռեժիմում, որ փակենք մենք կամպանիան, բոլորը աստղերը հավաքենք, կստանանք այս ծոնի ասկոկը։ Իսկ այդ աստղերը ստանալու համար, տեսեք, մեզ պետք է, որ այստեղ բոլոր փուլերը մենք փակենք 3 աստղով, այսինքն մեզ պետք է, որպեսզի մենք փուլը անցնելուց, այդ էտաժը անցնելուց, ոչ մի գերոյ չկորցնենք, տեսեք, գրած է, մեկ աստղ տալիս է այն դեպքում, երբ որ ուռովինը ուղղակի անցանք, կապ չունի, պատերյա թե առանց պատերյա։ Եթե 4 գերոյով անցնում ենք ու առանց պատերյա 2 աստղ տալի։ Пройти без потерь одним двумя героями 3 աստղ, այսինքն մեզ պետք է, որ 2 կամ 1 գերոյով անցնենք առանց պատերյայի այս բոլոր էտաժները։ Դրա համար վերցնում ենք 2 գերոյը, այսինքն այստեղ 3 չենք էլ կարող վերցնել, վերջ տալիս։ Բայց հետո արդեն 4 գերոյի հնարավորություն է տալիս, մեզ պետք է, որ անցնենք 2 գերոյով առանց կորուստի։ Այս սկզբնական փուլն է, սա երևի թե կարողանանք անցնել առանց կորուստի ու այսպես ասած փակենք, չէ, կորուստ տվեցինք, այստեղ արդեն մենք մեկ աստղ, հեսա ավելի լավ ցույց կտանք։
տեսեք, հեսա մեկ աստղա տալու մեզ, որտեղ անցանք, բայց կորուստ ունեցանք։ Տեսնեք դժվարությամբ է դեռևս խփում, որտեղ կայելը դեռևս շատ թույլ է։ Մեկ ինչքան դժվարությամբ է խփում։ Уровень 5, մեզ մի հատ էլ необычный герой տվեցին, ասում որ այս обычный необычный геройները մեզ որպես կորմակ ենք օգտագործելու ու դրա վրա այդքան պետք չի ուշադրություն դարձնել։ Տեսակ մեկ աստղ տվեց 3-ի փոխարեն։ Լավ, ինչևէ, շարունակենք, 4-րդ փուլն էլ անցանք, 4-րդ էտաժն էլ։ Այստեղ լավ, հեսա ցույց կտամ, տեսեք, արդեն 3 գերոյ ենք վերցնում, լիդեր ինչպես միշտ ասեցի, կայելին ենք վերցնում, տեղավորում ենք 3 գերոյին, ու տեսեք այստեղ այս եռանկյունի վրա նշած է կապույտ, կանաչ, կարմիր ու մեջտեղն էլ մանշակագույն, հա։ Սրանք ստիխիաներն են այս խաղի, կա 4 ստիխիա, ստիխիա магов, ստիխիա духов, ստիխիա сила и темная ստիխիա։ Այս կապույտը ստիխիա магն է, կայելը ու ստեղ սնայպերը ստիխիա mag են, կանաչը ստիխիա духов, կարմիրը ստիխիա силов ու մեջտեղի այդ մանշակագույնը, հա, մանշակագույնը ինչը չեմ էլ, հա, երևել է, այդ էլ void-ն է, այսինքն темный ստիխիան է, հիմա ինչա ցույց տալիս, ստիխիա mag сильнее ստիխիա духов, այսինքն մագերը ուժեղ են դուխերից, դուխը ուժեղ է սիլայից, սիլան ուժեղ է մագից, այսինքն եթե մագը խփում է դուխին, ինքը ավելի ուժեղ է խփում ու հակառակը, դուխը խփում է մագին, թույլ է խփում, իսկ темный ու նույնը ասենք սիլայի դեպքում արդեն պարզ է, սլակներով ցույց է տված, որը որից ուժեղ է ու եթե հակառակ ուղղությամբ գնանք թույլ են, իսկ ստիխիա ծմին, այսինքն մեջտեղինը void-ը, ինքը թույլ ու դար չունի, այսինքն ինքը բոլորին համապատասխան, բոլորից համապատասխան չափով ուժեղ է, իսկ մնացածը իրանից հետևաբար թույլ են ու void գերոյին խփելու շատ դեպքերում այսպես դուրս է գալիս լաբի ու դար թույլ հարված։ Ասեմ որ խաղից տերմինաբանությունը շատ ռուսերեն եմ օգտագործում, սովորել եմ արդեն, չգիտեմ հայերեն դժվար է լինելու ու գուցե ընթացքում կարողանամ նաև բոլոր տերմինները օգտագործեմ հայերեն, չնայած ինքներդ էլ հասկանում եք, որ դժվար է։ Խաղի այսպես ասած ձևն է այդպես։ Եթե հիմա կարողանանք ես էլ առանց փորձ անցնել, արդեն 2 աստղ կտա ու ավելի լավ կլինի, ավելի բարձ պատկերացնեք, թե ինչի մասին էր խոսքը։ Բայց չէ, մենք սնայպերն կորցնենք, այո, սնայպերն էլի կորցրեցինք։ Տեսեք, ստեղ ասկոլկա տվեց մեզ։ 5-րդ ուռովին էլ անցանք, անցնում ենք 6-րդը։ Այս հետագայում արդեն որ անցնենք, սկսենք անցնել այս էտաժները կամպենիա, ես սրանք կանջատեմ ես ընթացքի փուլը, որպեսզի ավելի ձանձրել չլինի, պարզապես առաջինն է, թող բոլորն էլ տեսնեն, ասկան ինչպես նկատում եք, ստեղ բաֆեր, դեբաֆեր են դնում, այսինքն տեսեք պրովոկացիա դրեց, դա արդեն մենակ են գերոյին է խփում, որը որ իր վրա դրեց այդ պրովոկացիան ու մենակ խփում է իր առաջի սկիլով, իր основной սկիլով, այսինքն ավելի продвинутый սկիլները չի օգտագործում։ Տեսնում եք, այդ որ կանաչ դեղին, տեսեք, բաֆ դրեց, բաֆ, շանս կրիտ ու դարի շանս դրեց, այսի արդեն բոնուս զաշիտա դրեց։ Այսա իր բոնուսներն են, բաֆերն են, իսկ տեսեք, այլը թույլ տեղա դրեց, թույլը տրակում է ու նասում է, դապալնից էլնի։ Տեսնում եք, սլաբը անտիսիխիա էր, այսինքն կայլը կարմիր էր, ինքը կապույտ էր, ինքը կարմիր էր, բայց թույլ ու դար դուս եկավ։ Ես էլ արդեն վերջինն է, վերջի փուլն է, բոսի հետ ենք կռվելու, էլի շատ հեշտ է, այս առաջի փուլերը հեշտ է, այնպես որ այստեղ այդքան մեծ դժվարություն չկա, նոր գերոյ կստանանք, տեսեք շտրաֆ սկորոստի դրեց, այսինքն իր արագությունը արդեն ավելի դանդաղ, որ ինքը կարող է մինչև անգամ խոտ բաց թողի։ Այնպես որ այստեղ
դեռևս այդքան բարդ բաներ չկան։ Մեզ համար իհարկե կարևորը մեր միսիաներն անելն է, որ միսիաները անցնենք ու արդեն հասնենք մեր արբիտրին, որը այս պահի դերևս ամենակարևորագույն հերոսներից է, հատկապես արենայում է շատ պետք գալիս, դա պլատինովի արենա, որ ասում են, արդեն բոլորը եթե արբիտրով է խաղում, համարվում է զալիվ, արագությունը բարձրացնում այս խաղացողների, Պետք թերևս իր ամենակարևոր սկիլներից մեկն է, մինչև դրանք հետագայում նոր կանդրադառնանք, դեռևս պետք չի շտապել։ Այս փուլը անցանք։ Տեսեք, ստացանք նոր герой, боевая жрица, редкий герой, герой поддержки, скиллеры атака по врагу с вероятностью 15% накладывать заморозку на один ход. Այսինքն հարվածի ժամանակ 15% հավանականություն կա, որ заморозка կային, այսինքն կսառեցնի հակառակորդին. Лечит союзников на 20% его здоровья. Союзники 20% союзники здоровья чапов. Бужума лечит неркелюцету, лечит союзников на 20% его здоровья, потом лечит всю остальную команду на 10% здоровья цели. Այսինքն 20% лечит анами союзникին, այդ նույն союзники 10% чапов здоровья, ամբողջ կոմանդային բուժում, устել накладывает на команду бонус атаки 25%. Արզա, ամբողջ կոմանդայի վրա 25% բոնус атаки դնում։ Ու ստացանք полный комплект атаки. Շմոտկեք ենք ատակայի կոմպլեկտ, полный կոմպլեկտից շմոտկեք, տուրնիր ենք մասնակցում, սա դրան էլ կանդրադառնանք, միսիան կատարեցինք, տեսեք, новогодний подарок տվեց, 4 сокрол, дирекционный, эпическая книга, ինչ լավ բան տվեցին նոր տարվան, реферальный, получи еще один сокровенный. Ուրեմն այս ռեֆերալի սիլկա ենք ստանում, ստանալու դեպքում այս բաները մենք կարանք ստանանք, պարզ է, այդ ինչ էր տվեց։ Մենք սեղմում ենք получить ռեֆերալն այս սիլկու, ռեֆերալ ենք կանչում, տեսեք 3 ռեֆերալ կանչելու դեպքում, որ իրանք հասնեն 50-րդ ուռովին, մենք կստանանք այս ասկոլկեք, ու եթե 3-ն էլ հասնեն 50-րդ ուռովին, ստանում ենք նաև 4-րդ ասկոլկեն։ Այս էլ ուրախացա, ասեցի նոր տարվա թազա նվեր են անում, բայց չէ, իրանք տենց բան չեն անում, մի հատ նվեր տվեցին հերիկա։ Այս էլ մեր տուրնիրն է, որին մասնակցում ենք տուրնիր դրա նավիչկով։ Միսիան կատարենք, միսիան կատարեցինք, վերցնում ենք մեր բուստեր օպտը, որ ամենակարևորն է, ու սիրիբրո, տեսնենք ստեղ նովեստիեսի փակենք, մեզ պետք չի Бустер опыта, если տեսնենք ստեղ կանաչ տված, бустер опыта. Твои герои получают на 100% больше опыта в бою. Այս շատ լավ բան է, այսինքն մենք ավելի արագ ենք опыт կաչատանում։ Задание արեցինք, одержать победу в кампании 7 раз, если օրական մեր заданияները արեցինք, տեսեք մենք տուրնիրի ենք մասնակցում։ Այս բոլոր նորեկների համար այս տուրնիրը կա։ Ինչ ենք ստեղ անում, հանձնարարություններ ենք անում ու արժեքներ ենք հավաքում։ Տեսեք, ես անունը փոխել եմ, ստեթված է սմինից իմյա, անունը փոխել եմ ու այս ստացել եմ արդեն, բայց չեմ վերցնի, պետք չի, հետո ընթացքում կվերցնեմ, երբ որ իմ էներգիան վերջանա, նոր կվերցնեմ։ Երկրորդ 26-րդ տեղում ենք, երկու միավորվում։ Շարունակենք։ Հաջորդ միսիան ենք կարդում։ Надеть на редкого героя атаки 6 артефактов атаки. Կարանք սեղմել перейти, կարանք այսպես ծորց իմանալ չիմացողների համար իհարկե։ Մտնում ենք կոլեկցիա, ուրեմն ուշադիր այնտեղ պետք է կարդալ։ Надеть на героя атаки, այսինքն герой атаки, տեսեք կա է редкий атака. Боевая жрица, редкий поддержка. Պարզ է, չէ, որ կա գերոյ ատակի, կա գերոյ պատերժքի, կա գերոյ здоровья։ Դրա համար մենք վերցնում ենք, որ միսիան ասում է գերոյ ատակի, վերցնում ենք Կայլին, գերոյ ատակի,
Սեղմում ենք այս նարիժանյայի վրա, բացում եմ, մեզ կոմպլեկտ ատակ է ուզում, տեսեք, ատակա, 2 հատը 1 կոմպլեկտը ու ինչա տալիս, սեղմում ենք վրա, տեսեք ստեղ ներքևում գրած է, կոմպլեկտ 2 շտուկի, ատակը 15%, այսինքն 2 հատ, այս կոմպլեկտից որ հացնում ենք, շմատկա, ինքը 15% ատակա է տալիս, մեզ քան որ ասում է 6 շտուկ, մենք հացնում ենք սրանք, քան որ եսի կապույտը, այսի 4 աստղա, իսկ այս կարմերը 3, մենք հացնում ենք այս 4 աստղա, հացնում ենք սա, շիտ ենք հացնում, այստեղ սպորոստի կար կարելի էր ես հացնում, բայց ոչինչ, այս հետո արդեն հետագայում կասեմ ինչ կարգի, ինչ որ հերոսին իր ձև կարելի է հացնել, ստացանք, հացրեցինք շմոտկեքը, վերցնում ենք նագրադան ու ներողություն ու հաջորդը նայես на редкого героя атаки 6 артефактов атаки уровня 4 или выше, այսինքն 4-րդ ուռովին կամ բարձր պետք է լինեն այս մեր շմոտկեքը, սեղմում ենք վրան, ուլուչից ու ստեղ տեսեք ուլուչից на один уровень մենք մեզ 4 է ուզում ու բարձր մենք 4 կդնենք ու կսեղմենք ավտոմատически ինքը կաչատ կանի, ասում որ սկզբնական փուլում այդքան էլ դժվար չի, հետո ուլուչից հաջորդ ուլուչից на 4, ստեղ ինչպես տեսնում եք պարամետրեր կան ու ամեն մի 4 ուռովին բարձրանալուց մի պարամետր բարձրանում, այստեղ տեսեք 3 պարամետր են 16-րդ ուռովին հասնելու դեպքում նոր 4 պարամետրը կբացվի ու այսպես ուռովինը բարձրացնելուց համ իր основной պարամետրը բարձրանում, համ էլ այս дополнительный պարամետրերից որևէ մեկ ամեն 4 ուռովինը բարձրանալուց ինչ որ որոշակի չափով բարձրանում է, սա էլ ենք անում 4 Սակ զդարովյան մեկ անգամ պրոկը տեղավ, դարձավ 8, տեսնենք գրիչ շանսը, ասեմ որ ամենակարևորը գերոյների թերևս սկորոսն է, հետո նոր արդեն գալիս են դեղ կախված թե ինչ գերոյ է, որտեղ ենք օգտագործում նոր ինչ պարամետր, դեղ արտական, տեսեք սկորոստ կա ստեղ, իհարկե ցանկալի որ բոլոր, այսպես ասած, այս արտեֆակտներից ցանկացածի վրա լինի սկորոստ, դա մեզ հետագայում շատ տեղերում պետք է գալի արագություն, հատկապես արենայում ու իհարկե ոչ միայն արենայում, ինչքան արագ եղավ, այնքան ավելի հաճախ ինքը խոդանում, այս միսիան էլ ավարտեցինք, եկանք վերցրեցինք, հիմա հաջորդն է пройти уровень 7 каналов Арнока в обычном режиме. Նորից մտնում ենք, ոյ, տեսեք արդեն մենք 6-րդ ուռովին հասել ենք ու արդեն մեր համար բացվել է բացիմելյաները, դրանց էլ իրան ժամանակին կանդրադառնա, մտնում ենք այստեղ, երկրորդ գլավան, ու վերցնում ենք նորից մեր անհրաժեշտ գերոյներին ու սկսում ենք շարժվում, վերցնենք երկուս, որ մի անգամից, եթե հնարավորություն լինի, 3 աստղով փակենք, որպեսզի հետո նորից չանդրադառնանք, չնայած այս միսիաները մենք ստիպված ենք լինելու հետ, բայց ամենայն դեպս։ Լավ, ես հիմա անջատեմ վիդեո, այս միսիան կատարեմ ու վերադառնամ։ Միսիան ավարտվեց, անցանք միսիան, վերցնենք մեր նագրադան, 20000 серебро, 10 рублей. Հաջորդը նայեց на редкого героя поддержки արտակ, 6 артефактов жизни. Այս այստեղ տեսնենք ինչ ունենք, նագրադը за прогресс, անտեսեք ամեն 5 ուռովին անցնելուց մեզ նագրադը տալիս, ես վերցնենք, ուստերոպոտը թողնում է դեռևս, զադանյան ենք արել, սա էլ փակենք, ինչ էր ասում, նայեց на редкого героя поддержки, 6 артефактов жизни.
մտնում ենք կոլեկցիա, տեսեք, արդեն ասեցի չէ, ստեղ կայելը գերոյ ատակի, իսկ բայվայ ժրիցը գերոյ պատերժկի, տեսեք գրած է պատերժկը, դրա համար վերցնում ենք իրեն, սեղմում ենք այստեղ արտեֆակտների վրա ու 6 արտեֆակտ жизни պետք է իրան հաղթնենք, տեսեք գրած է жизнь 2, այսինքն սեղմում ենք վրան գրած է комплект 2 штуки, здоровье 15%, այսինքն այս կոմպլեկտից եթե 2 հատ արտեֆակտ է լինում իր վրա, ինքը 15%-ով բարձրացնում է տվյալ գերոյի здоровье, ինչպես որ միսիաներ ասում, սրանք վերցնում ենք, վերցնենք այս կարմիրեն, ինչ կողմեն, վարտագուն, հա, սրանք վերցրեցինք, մեր միսիան պիպոլնին, ասով վերցրեցինք, ասենք ինչ ասում, найди на редкого героя поддержки 6 артефактов жизни уровня 4 или выше. Որսաչա, արդեն այս մեր հաղթրած արտեֆակտները, սրանք մինչև 4 պետք է բարձրացնենք ուռովինը։ Նորիսներն ինչ որ կայելի դեպքում արեցինք։ Ստեղ էլ այդքան տենց բարդ բաներ չկա, սրանք մեր համար էս էլ կարևոր չեն, սկիզբն է, սրանք բոլորը փոխվել են, այս գրայինյայից էլ մենք շատ շուտով ազատվել ենք։ Скорость, երևի արդեն ասեցի, ցանկալի է, որ բոլոր արտեֆակտների վրա дополнительный պարամետրից մեկը լինի скорость։ Ու ինչքան հնարավոր է շատ ռոկետ լինի, այսինքն ասպեղ որ կաչետ ենք անում, տեսեք ատական ռոկետ եղավ, մեզ ցանկալի է, որ скоростը բարձրանա։ Մի բան էլ ասեմ, որ այս ներքևի 3 արտեֆակտներ ընդհանրապես ավելի 3 չէ 2 արտեֆակտը պերճատկեն ու դասպեխը միշտ վերցնում ենք այնպես, որ իրանց այս վերևի основной պարամետրը լինի տոկոսով, տեսեք ստեղ զաշիտը պրոցենտ, սապոտների համար հիմնականում վերցնում են արագությունը, շատ ազվադեպ ու ինչ-որ առանձնահատուկ դեպքում, որ վերցնում են здоровье կամ զաշիտը, կամ հատակը նայած, իսկ վերջատկա здоровье արդեն, վերջատկա դասպեղ արդեն նայած որ գերոյի համար է վերցնում, տարբեր պարամետրեր ենք ընտրում, բայց անպայման տոկոսները, այս flat պարամետր պետք չի։ Այս միսիան էլ արեցինք, հաջորդն ենք անցնում применить 4 отвара опыта в таверну։ Ահա, մենք 6-րդ ուռովին անցել ենք, մեր տավեռնան էլ է բացվել։ Ստեղ էս արբիտրը մեզ կբացատրի ինչ է պետք անել։ Ու большой залն է բացվել, большой залին կանդրադառնանք իր դեպքում, ստեղ արենայի հետ է կապված։ Դեռ շուտ է դրա մասին, տեսեք, տավեռնայում ինչ կարող ենք անել, повышение уровня, повышение ранга, կարգն ենք բարձրացնենք, այդտեղ ուռովինը կարող ենք բարձրացնենք, տեսեք, այս նոր ամեր ստացված ես բանկեկով, մենք կարող ենք ուռովինը բարձրացնենք, գերոյին վերցնում ենք, տեսեք, հետո улучшение навыков, ստեղ գրքերը մեր ստացած գրքերն ենք տեղավորում, սրանց աշխում մեր սկիլներն ենք կաչատանում, բայց դա պետք չի, ու развитие-ս էլ արդեն ներկում ենք։ Սեք այս աստղերը որ կան, սեք ներկերն են, այս աստղերը համար մեզ պետք են 2 հատ կապույտ, 4 հատ կապույտ, 2 հատ սպիտակ ներկում, այս աստղերը ներկում։ Դա մեզ ասում էր применить 4 отвара опыта, վերցնենք կայելը 4 отвара опыта. Правильно, միանգամից 6 վերցնել։ Լավ максимум։ Պետք չէ մնացածներ թող ուռովինը կաչատում։ Միսիան կատարեցինք, ասենք ստեղ իսպիտանյաները տեսնում եք, ինքնուրույն ինստինկտյան իսպիտանյաները լինում են, երբ որ մենք միսիաները կատարում ենք, սրանք արդեն ժամանակի հետ, սրանց հետևից ուզում եմ ասել, որ մենք պետք չի իրանք ժամանակի ընթացքում բոլորն էլ
տանցնենք։ Ահա, այս միսիան կատարեցինք։ Հա, նկարում ենք։ Призвать 5 героев. 5 героев призвать. Призвать մենք պարտալից ենք կանչում, ոնց ասկուտ եք մենք տրակացնում։ Ու կարանք հատ-հատ տրակացնենք, հա։ Այսպես մեկ-մեկ։ Սակ մի գերո եկա։ Կարանք միանգամից 10 կանչենք, այսպես սեղնում ենք, 10 կանչում ենք։ Սակ միանգամից, սեղնում ենք ստեղ, արագացնում ենք, մեր լրիվ գերո եկա։ Վերցնում ենք սա, միսիան կատարեցինք, այս մեր նագրադաներն վերցնենք։ Ստեղ այդքան բարդ բաներ չկան, սրանք կատարեցինք։ Ասեմ, որ ես հեռախոսով եմ ես ամեն ինչ անում, պարզապես հեռախոսով ինձ հարմար է խաղալ, նոթբուքով դրա համար կարող ինչ-որ ֆորս մաժորներ լինեն, դրանք ժամանակի ընթացքում երբ որ արդեն կլանեմ ես ամեն ինչին, ինձ թվում է էլ չեն լինելու։ Լավ, անցնենք, չեստաբան չունենք, անցնենք հաջորդ միսիային, կարում ենք։ Пройти уровень 1 или выше, цитадель Аракана. Цитадель Аракана առաջին կամ բարձր ուղղություն, առաջինից բարձր ուղղություն պետք է անցնել։ Цитадель Аракана подземелья, մտնում подземелья, այսա է, Цитадель Арканы, Цитадель Арканы։ Առաջին ուղղություն ընտրում ենք մեր կայլին որպես լիդեր, այս սրանց էլ դնում ենք որպես իրեն поддержка ու շարժվում ենք։ Սա այս подземельяների երևի ամենահեշտ լոկացիան է։ Ստեղից սպիտակ նկարներ ներկեր ենք հավաքելու, ասեմ, որ սա նորից արագացնում ենք, նորից դնում ենք ավտո, ասեմ, որ սա ամենաշատ օգտագործվող ռասկեն է, որտև սա գերոյներին պետք է գալիս։ Սա մեր գերոյները հանգիստ անցնում են, առանց դժվարության։ Առաջ փուլը սա հեշտ է։ Մինիոններին սկսպանել, հա, նոր կանցնենք, հա, նոր կանցնենք արդեն բոս են սպանելուն։ Սա հեշտ է, տեսնում եք ինքը արդեն void գերո է, այստեղ այս սլակի այս ալոսկին որ կա, դրա կողքը ցույց է տալի, ինքը ինչ գերո է, ինքը void գերո է, դրա համար իրան բոլորն էլ խփելուց իրենց մոտ slab ուդար կարող փոխել լինի, իսկ ինքը որ խփում է slab ուդար չլինի։ Կարներ ուդար չի։ Ասել անցանք ու 11 բացվեց, արդեն լավ ուտենք մեր միսիան վերցնենք։ Սպարիմի ռեկլամները սպանում են մարդկանց։ Միսիան էլ վերցրեցինք, ես էլ անցանք։ Пройти уровень 7 катакомб на Нарбука в обычном режиме. Աստեղ մի բան էլ ասեմ, այս մոռացա ասել, տեսեք կայլն է ու իր պարամետրերն են, այստեղ սեղմ ենք վրան, պարամետր գերոև, տեսեք здоровье, իր կա основной здоровьяները, ու կա дополнительный, այդ որ արտեֆակն է տալի, դե большой зан է տալի, здоровье, атака, защита, скорость, критический шанс, այսինքն որ ասենք, թե քանի տոկոս հավանականությամբ ինքը կրիտ ուդար կխփի։ Համար պետք է մինչև 100% բարձրացնենք, այսինքն 15 дополнительный 15 իր основной-ն է, հիմնականն է, ու 75 էլ պետք է բարձրացնենք, որ 100% հավանականությամբ իր ցանկացած ուդար լինի կրիտ ուդար։ Критический урон, այսի ցույց է տալի, թե կրիտ урոնը քանի տոկոսով է։ Критический удар քանի տոկոս урон է հասցնում, արդեն 59% ունենք, сопротивление մեր էս սենց ասած
Թշնամու դեբաֆերի դեմ սապրատիվլիացիոնելու, այսպես ասած, հնարավորությունը, ինչքան հնարավոր պետք է բարձրացնենք, որպեսզի չկարողանան բաֆ դնել, կոնտրոլ անեն մեր գերոյին ու մետքսն էլ մեր բաֆերը, ավելի մեր դեբաֆերը, արդեն մեր գերոյի դեբաֆերը տվյալ դեպքում, ասենք այլ դեպքում թույներ տեղադրելու հնարավորություն, եթե մեր մետքսը իրենց սապրատիվլենիայից բարձր եղավ, մենք կարանք տեղադրենք թույն, եթե ցածր եղավ, չենք կարող։ Ինչ որ է, անցնենք 7-րդ կատակոմբ, նորից նույն ձևի մտնում ենք բոյ, կամ միանգամից կարող ենք տեղափոխվել, արդեն մենք արտասանք երրորդին։ Այս երրորդ գլավանը ստեղել ես սկանջատեմ վիդեոն, կանցնեմ ու նորից կշարունակենք։ Նորից վերցնում ենք լիզերկա կայել, դնում ենք երկրորդին, այս երկուսով անցնում ենք, որպեսզի մի անգամից 3 աստով փակենք։ Քանը կարծում եմ արդեն պարզ է, հետո նոր արդեն կսկսենք մյուս գերոյներն էլ հետները տանել, որպեսզի իրանց ուռովին ներկաչատանենք ու կարողանանք կայելի կարգը բարձրացնենք։ Հետի երևի ամենակարևորն է։ Մեր առաջի ցելը այն է, որ ինչքան հնարավոր է շուտ կայելի ուռովինը հասցնենք 60-ի։ Դրա համար համ ուռովին ենք աճատանում, հետո էլ ասենք ամեն տեսեք 3 աստղային կայելը, ասավ 30 ուռովինը ինքը կանգնելու է զարգացում։ Պետք է կարգը բարձրացնենք, որ դառնա 4 աստղ ու 40 ուռովին ու այդպես մինչև 60-րդ ուռովին։ Լավ, ես հիմա անջատեմ վիդեոն, անցնեմ ու նորից շարունակենք։ Մեր միսիան վերջացրեցինք, մտնում ենք, վերցնում ենք մեր նագրադան ու հիմա հաջորդը։ Улучшен навык редкого героя атаки с помощью тома навыков. Պարզա չէ։ Արդեն ասեցի տավեռնայում է լինելու։ Редкий герой նավիկը պետք է բարձրացնենք։ Վերցնում ենք մեր կայելը, մեզ կայելն է պետք։ Սա տեսեք улучшение навыков։ Ստեղ կարմիրով նշած է։ Մտնում ենք, վերցնում ենք իր редкий տոմը, մեզ ասեցին редкий տոմ։ Չասեցին редкий տոմ, ասեցին տոմ նավիկով, բայց տեսեք ստեղ կա редкий տոմ, այս կա էպիչսկի տոմ ու այս վերևում տեսեք տեղին գրք կա, դա լեգենդարնի տոմը։ Ինչի համար են դրանք, նրանց համար ովքեր չգիտեն, ասեմ, редкий տոմը օգտագործվում է մենակ редкий գերոյների նավիկը բարձրացնելու համար։ Էպիչսկի տոմը կարանք օգտագործենք նաև редкий տոմ գերոյների համար, բայց մենք կօգտագործենք մենակ էպիչսկի գերոյների համար։ Նույնն է լեգենդարնին է լեգենդարնի գերոյների համար։ Ոչ մի դեպքում էպիչսկին չօգտագործեք редкий գերոյի նավիկը բարձրացնելու համար, իսկ լեգենդարնին редкий կամ էպիչսկի գերոյ մենակ ամեն մի կարգի տոմը իր կարգի գերոյին օգտագործեք, որովհետև редкий էպիչսկի ու նամանավանդ լեգենդարնի տոմերը շատ դժվար է ճարել։ Մեզ ասում էր մեկ հատ, մենք մի անգամից 6-ն էլ լցենք, արդեն 6 հատ ունենք, այս տոմերը սրանց հաշվին մենք մեր սկիլներն ենք բարձրացնում, տեսեք, ամեն մի սկիլն էլ բարձրացվեց, մեկ հատ այս առաջի սկիլը բարձրացվեց, երկրորդ սկիլը ամբողջությամբ, այդ շատ լավ է, ու երրորդ սկիլն էլ 10%-ով ուլոնը բարձրացավ, այդ լավ եղավ, մտնում ենք մեր իսպիտանյա միսիան, վերցնում ենք, получить ссылку ռեֆերալնի պրոգրամի, սեղմում ենք վրան, տեղափոխում եմ այս ռեֆերալ կեն, նայեք, սեղմում ենք получить ссылку, ինքը ссылկեն տալիս է, ու արդեն մեր ուզած տեղը տեղավորում ենք, ես չեմ սեղմում, որպեսզի իմ զապիսը չջնջվի, ու չկանգնի զապիսը, պարզ է, չէ, չէ, ես պետք է ուզած սեղմեմ, որ получить, սեղմում получить, ստացանք ռեֆերալնի ссылկեն, մենք վերցնում ենք, записи գնում է, լավ է, сразиться на обычном арене.
3 раза։ Պետք է գնանք արենա, ստեղ մեր իսպիտանյան։ Նույնպես վերջացնենք, մեզ ինչ ամենում։ Одержать победу в битве компании с 4 героями 20 уровня или выше. Отца это каны. Гնում ենք արենա, обычная арена. Обычная арена. Արմետրաստը բացատրում եմ մեզ ինչ պետք է անի։ Զաշիտը պետք է ընտրենք, որպեսզի կարողանանք մասնակցել։ Մտնում ենք զաշիտը։ Վերցնում ենք, ընտրում ենք մեր 4 գերոյներն ու սկզբի համար ասեմ։ Սեղմում ենք նրանց վրա, ինքը բերում է։ Սկզբի համար ասեմ, այդքան մենք մեկ արենայում դեռս այդքան շատ բան չունենք անելու, ինչպես միշտ լիդեր վերցնում ենք ստեղ կայելին ու 3 գերոյ տեղադրում ենք մեզ երիկը։ Սախրանից, մենք արդեն կարող մասնակցենք արենային։ Մտնում ենք ատակա, վերցնում ենք մեր համապատասխան սաստավ ենք ընտրում ու սկսում ենք։ Ստեղ էլի սա բոյերում էլ նույն ձևով է ընթանում։ Նորից արագացնում ենք, դնում ենք ավտո ու անցնում ենք։ Տեսեք, տվեց մեզ մեկ հատ բայվայ մեդալ, ստեղ տալիս է այս սլիտկեքը մեզ հետագայում են պետք գալու, տալիս է աչքի արենի, որպեսզի արենայում է ռեյտինգը բարձրանա ու տուրներն է աչքի հետ բարձ արդեն։ Անցնում ենք, այս բայվայ մեդալ կեքը մեզ պետք է, որպեսզի բարձրոյ զալում մենք ընդեղ ինչ-որ կոնկրետ բաներ կաչատանենք։ Նորից միացնում ենք ավտո ու նորից սա էլ հեշտություն բանցնում ենք։ Մնաց մեկ հատ։ Ասեմ, որ ժետոնները, որ մեզ տալիս են արենային մասնակցելու համար, սահմանափակ քանակությամբ է։ Օրվա մեջ, եթե չեմ սխալվում, 25 ժետոն ենք կարող ենք օգտագործել ու դրանք անպայման պետքա մենք օգտագործենք։ Դրանք սրանք են, տեսեք, 55 րոպեից մեկ հատ ավելանալու է, 10 հատ օրական ստեղ է տալիս, ինքը 5 հատ զադանյա անելուց ենք ստանում, զադանյա ստեղ զադանյա ենք անում, օրական զադանյաները անելուց ստեղ տված է, որ շուկայից ինչ-որ բան պետք է գնենք, 5 հատ տեղից է տալիս ու 10 հատ էլ ստեղ է տալիս, այս նագրադը за время в игры, այսինքն որ 180 րոպե խաղում ենք, խաղում մեջ ենք լինում, մեզ այդ նագրադաներից ենք ստանում։ Ինչևէ, մեր այս մի միսիան էլ կատարեցինք, ստանում ենք, открыть таланты, открыть талант для одного из героев, բարձրաչը տալանտ պետք է բացենք։ Կայլն ենք վերցնում, տեսեք ստեղ գրած է, արտեֆակտ, նավիկի, տալանտ, մտնում ենք տալանտ, սեղմում ենք տալանտի, բացում է, 3 ветка կա, атака, защита, поддержка, атակայի գերոյների համար մենք վերցնում ենք հիմնականում ветка атаки ու ветка поддержки, շատ չգիտեմ տղժ դեպքեր են լինում, որ защита են վերցնում երկրորդը, բայց атакան պարտադիր է։ Վերցնում ենք ստեղ կա երկու ձև, атака плюс 75 ու crit chance плюс 5%, մենք կվերցնենք плюс 5 շանս, crit chance-ը 5%, այս երևի թե սա գերոյներին այս ենք վերցնելու, crit chance-ը մեզ ավելի կարևոր է, քան атака, մի հատ էր ասում, մի հատ բացեցինք, այս վերցրեցինք, հիմա հաջորդը, пройти уровень 1 или выше лабиринта Минотавра 2 раза, лабиринт Минотаврան էլ подземельք եք արդեն, մենք подземелья, լաբիրինտ Մինոտավրը, ստեղից մենք ստանում ենք այս վիտկեքը, որով պետք են գալիս մեզ տալանտ կաչատ անելու համար, կդնենք մենակ կայելի, դրանք կարանք մենակ կայելով անցնենք, որ վիտկեքը կայելի վրա ընգնեն, թե չնդեղ եթե էլեն գերոյ վերցնում, մյուս գերոյների վրա էլ անգնում, որոնք մեզ ասենք տվյալ պարագայում պետք չեն։ 1
2, ասեք արդեն մենք նավիկան էլ բարձրացեցինք, ինչքան ուժեղ է խփում կայելը։ Այս առաջի, երկրորդ, երրորդ դրանք հեշտ են, վերջինը մի քիչ դժվար, դրանք էլ համեմատաբար ավելի հեշտ են, քան մյուսները։ Արդեն 13-րդ ուղղին, Բարշեզել արդեն բաց էր, փորձենք այս մեկն էլ անցնենք, կապույց ծիխի է։ Դրա համար ընդհանրապես մինոտավրը անցնելու ժամանակ վերցնում ենք այն հերոսները, որոնց տալանտը պետք է կաչատանենք։ Շատ հաճախ ասենք վերցնում են 4 հատ գերոյ, որոնց տալանտները լրիվ արդեն կան ու եւս մեկ գերոյ, ում տալանտը պետք է որ կաչատարվի։ Տեսեք, այլն սպանեցին այստեղ արդեն լավ կլինի, որ ամբողջ թիմով գնանք։ Իզուր էներգիային կորցրեցինք, որը պետք չի։ Ես ուզում եմ ասել, որ հարաբերս ես հիմնական ակաունտում խաղալու ժամանակ ես այս մինոտավրը ուղղակի անցել եմ միսիան կատարելու համար։ Տալանտներն հնարավոր է գնել ռուբիների հաշվին, իսկ այդ ռուբիները խաղալու, ակտիվ խաղալու դեպքում շատ շուտ հավաքվում են ու ասենք ամեն մի գերոյի տալանտները ամբողջությամբ գնելու համար 800 ռուբինա պետք, ես իմ գրեթե չէ բոլոր անհրաժեշտ գերոյների տալանտները ես գնել ու էներգիա այսօր չեմ ծախսել այս մինոտավրն անցնելու ինչ-որ տալանտ կաչատանելու համար։ Այդ ինձ ավելի, այսպես ասած, ձեռնտու էր։ Սա էլ անցանք, տեսակ լավ էր, կայելի վրա անգավ, 3 սվիտ կա։ Միսիան անցանք, այս ռեկլամները սրանց էլ անդрадарнан հետագայում. Забрать 3 звезды на каждом уровне ворот Кейрока в обычном режиме. Տեսակ չէ մեր միսիան ինչ էր։ Պետք է գնանք առաջի վարոտը, առաջի, այսպես ասած, փուլը ու ընդեղից, տեսեք, այս սնդուկներում ընկնում են մեր նագրադաները, որոշների իհարկե։ Չէ։ Մտնում ենք կամպանիա, վարոտ Кейրոկ։ Պետք է բոլոր 3 աստղով անցնենք, տեսեք, ստեղ 1, 2, 3, 4-ը առանց աստղ են, դրա համար սրան հանում ենք, դնում ենք սրան ու անցնում ենք արդեն։ Ասում որ հիմա առանց պրոբլեմ պետք է որ անցնենք։ Սրանք էլ 3 աստղով փակենք ու երևի այսօր լավ մի քիչ խաղանք, կանորուներ կանցնենք, որտեղ սրանք նահեշտ փուլերն են, քանի այսպես ասած միսիա կատարենք այսօր առաջի օրվա համար, առաջի իդեայի համար ինձ թվում է շատ պետք չի երկարացնել, չնայած որ սա ամենահեշտ, ամենաարագ ընթացող փուլն է, որ ինձ ասեմ ամենահետաքրքիր փուլն է, հետագայում արդեն դժվարանալու է ու տեղ-տեղ նաև ձանձրալի է լինելու, որտեղ այս խաղի 95%-ը երևի թե բաղկացած է կորմ կաչատանելուց։ Երբ որ բուստը րոպե տոնես, հանրապես պետք է այդ իզուր չծախսել, որտեղ գնելու դեպքում թանկ է ու իմաստ չունի, բուստը րոպե երբ որ ունես, մենակ հիմնականում կորմ ես կաչատանում, իսկ կորմ կաչատանելու համար գերոյ ստացանք, լավ է։ Կորմ կաչատանելու համար իհարկե ստեղ չէ, մենք վերջի էտապում կսկսենք կորմ կաչատանել, վերջի բաժնին բացում էլի այս կամպանիայի,
Նրավելի շատ կտալիս էլի։ Սա մենք խտենք ու արդեն երևի Սա էլ վերջացավ։ Միսիան ավարտվեց։ Սա էլ վերցնենք։ Получи по одному артефакту жизни каждого вида, проходя уровень ворот Кейрока в обычном режиме. Бар задача. Так, 0 смотрим подземелья. Տեսեք, մենք ստեղ աստղերը հավաքեցինք, նագրադաներն ունենք արդեն։ Այս մեկն էլ վերցնենք, այս էլ վերցնենք, ահա, 90։ Այսինքն, եթե մենք ևս 1-2 անցնենք, հա, մենք այս սագադիշնի древнего сколько վերցնենք, ահա, ես ինչ էր ասում, Кейրոքում ամեն մի արտեֆակտից մի հատ պետք է ստանանք, դրա համար ստեղ արդեն ուրիշ ձև կանեմ ես, կարևոր չի, մենք արդեն 3 աստղեր ունենք, մենք ես կարելի հետ կդնեմ այս հերոսին, թող սրա ուռովինը կաչակ լինի, որ հետագայում դրա օգնությամբ կարանամ կարելի կարգը բարձրացնեմ։ Այս առաջինը կանցնենք, ես էլ վիդեոն կանջատեմ, տեսեք ստեղ երևի արդեն նկատեցիք, որ լինում են դեպքեր, որ ասենք կոնկրետ արտեֆակտ չի ընկնում, հարգացում ձել, ասենք ինչ-որ ասկոլկա կամ ասկոլկա կամ գերոյ, ստեղ ընգավ արտեֆակտ առաջ։ Այդ դեպքում, եթե արտեֆակտ չի ընկնում ուրիշ բան ընկնում, մենք ենքան պետք է անցնենք, մինչև որ կոնկրետ այդ հարկի արտեֆակտը ստանանք ու անցնենք հաջորդը։ Այս միսիայի իմաստը այդ է։ Այդ լավ արդեն ստեղում է։ Լավ, ես վիդեոն անջատեմ, միսիան ավարտեմ, նորից միան ավարտեմ, ես թվում է ձանձրալի այդ ամեն ինչ նստել նայել։ Մենք միսիան արդեն ավարտեցինք, մենք միսիա ստանում ենք մեր հերթական նаградան, ինչ ասում։ Надень на еще одного героя 6 артефактов жизни. Պարզ է, չէ, մի հատ էլ գերոյ պետք է վերցնենք, բայց դա արդեն նշած չէ ինչ գերոյ։ Ու 6 արտեֆակտ жизни надеть։ Այստեղ մեր սաբիցիա արդեն բացվել։ Տեսնենք ինչ սաբիցիա կա։ Իհարկե դրանց դեռևս չենք կարող մասնակցել, հա։ Massovый призыв, այսինքն մենք գերոյներ ենք ստանում, կապ չունի ասկոլկեքից, թե կամպանիաներ անցնելուց ու դրանց ստացած միավորների համապատասխան մենք ստեղ նագրադա ենք ստանում։ Улучшение артефактов, ստեղ արտեֆակտները կաչատանելուց ենք ստանում ես նագրադաները։ Ու поход на подземелье, տեսեք, подземельյան գնալուց մենք արդեն 14 կամպանիան անցնելուց 14 միավոր արդեն հավաքեցինք։ Հիմա եթե 75 միավոր ստանանք, հավաքենք այս առաջին նագրադան կստանանք ու այդպես մինչև վերջ։ Լավ, սրանց դերս կանցնենք, տուրներում տեսնենք ինչ վիճակ է։ Ահա, արդեն 2 ցանակ ունենք, հա։ Այսպես 76 աչոք ունենք, 10-րդ տեղ ունենք, այս մեկ վերցնենք։ Լավ, ինչ էր ասում։ Надеюсь на еще одного героя 6 артефактов жизни. Пара зача. На еще один. Дикарь, здоровье. Берег здоровья и вра. Че? Берегай старсран. Акционник артефакт жизни. Артефакт жизни մենք акционник ամենա слабիները. Որը հետո ոչ անել պետք լինի, ոչ էլ ինչ-որ մի բան։ Շնեմ Щит, перчатки, броня и сапоги. Миссия выполнена. Миссия на 20 рейтинг. Надень на редкого героя атаки 6 артефактов. Атаки уровня 8 и выше. Редкий герой mēs pēc kā atakai артефакт. Այսինքն
վերցնենք կայելին, редкий герой атаки. 8 շմոտկա պետք из комплектов атаки. 8 ու բարձր ուռովին, այսինքն 4 ուռովին ունենք, սրանք եթե բարձրացնենք մինչև 8-րդ ուռովին, մենք էլի այս միսիան կանցնենք։ Նորից նույն ձևի արդեն մինչև 8 ենք բարձրացնում։ Այդտեղ պետք է անպայման ուշադիր լինեք։ Երբ որ գրում եք գերոյ атаки, редкий герой атаки, ինքը կոնկրետ նշում է, անպայման պետք է վերցվի այդ կոնկրետ այդ ձևի գերոյ, կապ չունի դա կլինի կայելը, թե ուրիշը, բայց անպայման редкий герой атаки։ Նույնն էլ ասենք здоровье, поддержка, защита, այդ գերոյների կարգը ու անպայման կարդացեք, ուշադիր կարդացեք, ինչ կոմպլեկտ պետք է հագցվի։ Կոմպլեկտ атаки, կոմպլեկտ здоровье, այնտեղ շատ կոմպլեկտներ կան, դրանք պետք է ուշադիր լինեք, որ հետագայում չխառնվեք, որտեվ այս առաջ անգամ անցած տարի երբ որ սկսեցի խաղալը, այս միսիաների վրա շատ էի ժամանակ կորցնում, որտեվ պահեր կար, որ ասենք ուշադիր չէիր կարդում ու կամ եթե մինչև անգամ ուշադրել կարդում էր, տեղյակ չէիր, որը ինչի համար է ու շատ դժվար էր։ Դրա համար էլ ասում եմ, անպայման ուշադիր կարդացեք, դա ձեզ շատ կօգնի։ Ու միսիաներն էլ ասենք։ Սա լավ, կանցնենք միսիաների բաժին, դեռ կասեմ։ Այս էլ արեցինք։ Այս միսիան վերցրեցինք։ Ասեք, չգիտեմ արդեն շեշտել եմ թե չէ, բայց միսիաները անելուց պարտադիր չէ, որ միայն կարդակ այս կոնկրետ միսիան, որ մենք պետք է անենք, ու նոր անցնենք հաջորդը։ Մի անգամից հնարավորություն ցանկալի է, որ կարդակ մի քանի միսիա, որ մոտավորապես պատկերացնեք ձեզ ինչա պետք, որ հասնելով այդ միսիային չկանգնենք, ասենք ծախսել ենք ռեսուրսներ, ասենք պետք է անցնենք արենան, հասել ենք արենա, բայց մենք արդեն ժետոններ լրիվ ծախսել ենք ու չենք կարող այսօր անցնել։ Իզուր ժամանակ չկորցնենք։ Դրա համար մի քանի այսպես միսիա կարդացեք ու նոր շարունակեք։ Получить по одному артефакту атаки каждого вида, проходя уровень каналов Арнока в обычном режиме. Պարզ է, չէ՞, կանալ Արնոկայից պետք է այսօր վերցնենք։ Կանալ Արնոկայից ամեն արտեֆակտից մի հատ պետք է ստանանք։ Մտնում ենք կանալ Արնոկան, նույնն է ինչ որ նախորդ միսիայում։ Մտնում ենք, ստեղ էլ արդեն կվերցնենք, տեսք 4 գերոյին էլ կվերցնենք ու շարունակենք մինչև որ բոլոր արտեֆակտները ստանանք։ Այս էլ ես էլ կկանգնեցնեմ այս վիդեոն, վերջացնեմ միսիան ու նորից կշարունակենք։ Մեր միսիան մենք ավարտեցինք, վերցնենք, հա։ Записи генома, верцинենք, անցնենք հաջորդին։ Найди на еще одного героя атаки, артефактов атаки, 6 артефактов атаки. На еще одного героя атаки. Верцинենք герой атаки. Герой атаки ունենք։ Ու նորից արտեֆակտ атаки, այս արտեֆակտ атаки։ 1 2 3 4 5 Миссия выполнена. Сайл арեցինք, пройти уровень 4 Дарнемского леса в обычном режиме. Պարզ է, չէ, հետո մենք կամ հաջորդ կամպանիայի հաջորդ փուլը
Դարնեմսկիլես։ Նորից նույն ձևի շարունակում ենք անցնել։ Մեզ մինչև 4-րդն է ուզում։ Մենք մինչև 4-րդը կանցնենք։ Իհարկե ցանկալի նորից 2 գերոյով անցնել, որպեսզի միանգամից 3 աստղով փակենք։ Բայց դա հնարավոր է, որ 2 գերոյով չկարողանանք բոլորը անցնել, որտեղ արդեն գնալով ավելի են ուժեղանում մոբերը ու ավելի դժվար է լինում իրենց անցնելը։ Ինչև է սա էլ սա Открыть тренировочный лагерь, դրան էլ կանդրադառնանք, առաջի փուլը անցանք, լավ էր 2 աստղով, առաջի էտաժը երկրորդն գործում, մեզ հիմա արդեն անհրաժեշտ է կարելի ուռովինը կարգը բարձրացնել, որպեսզի կարողանանք իր ուռովինը բարձրացնել, ոչ թե 30, այլ 40 դարձնենք։ Դրա ամենակարևորը, որ մեր ստարտովի գերոյին բարձրացնենք մինչև 60 ուռովին, դա մեզ շատ կօգնի ստարտում ավելի հեշտ կարողանանք միսիաները անցնել։ Սա արդեն 3-րդ հարկն է, սա էլ հեշտությամբ ես թվում անցնենք։ Այստեղ կոնտրատակային իրանց վրա դնում մոբերը ու դրա համար ավելի դժվար է լինում, ասենք ամեն հարված ստանալուց իրանք հակահարված են տալիս, դրա համար ավելի դանդաղ է լինում։ Երրորդ փուլն էլ անցանք 3 աստղով, 4-րդն անցնենք, այս միսիան էլ ավարտենք, երևի այսօր վերջ, այսօր բավիցին ստանում օրական մի ժամը դա արդեն լիովին բավական է, որպեսզի վիդեո նկարենք, մի ժամը ստանում է հերիք, չնայած խաղի սկիզբն է ու սկզբում ամեն ինչ հեշտ է ու շատ արագ է տեղնենում մտանցում միսիաներ, բայց ինչ-որ է շարունակությունը հաջորդ վիդեոյում երևի թե ես իհարկե կշարունակեմ անցնել, միսիաները կատարել ու արդեն նոր վիդեոն կտեղադրեմ վաղը։ Լավ էր, ես էլ անցանք 3 աստղով, միսիան կատարեցինք, վերցնենք, եթե մենք մեզ մնաց 15 աստղ, որ մի շարքը վերցնենք, լավ ես ասկոլկեն հաջորդ փուլում կպայթեցնենք, այս էլ անենք, լավ այս միսիաները արդեն հաջորդ վիդեոն կկատարենք, տենանք ինչ ունենք այստեղ, Նագրադա za progress, 17 ուռովին, ես էլ վերցրեցինք, ստեղ ես էլ ենք վերցրել, դա էլ է լավ, получение, ամեն գարոս 12-րդ տեղ ունենք, լավ կփորձենք առաջի տեղ բարձրանալ, սա թողնեն այս հետո կվերցնեմ, ասեմ, որ արենա ժետոներին ուշադրություն պետք է դարձնենք ու անպայման դրանք այսօրվա ընթացքում ծախսենք։ Սրանք ցույց են տալիս, թե մենք ինչ հերոսներ, որ ֆրակցիայից ինչ հերոս ենք ստացել, ստեղից այս հերոսն ենք ստացել ու այս հերոսն ենք ստացել, այս էլ հետ։ Դրանք այդքան կարևոր բաներ չեն, բարձր սրանք ֆրակցիաներն են, թե որտեղ ինչ հերոսներ կան,
եւ այլն։ Լավ, երևի թե այսօր այսքանով վերջացնենք, հուսով եմ, որ ձեզ հետաքրքիր կլինի, ցանկանաք, այսպես ասած, աջակցություն ցույց տալ ինձ, ոչ միայն ինձ աջակցություն ցույց կտաք, այլև դուք եք սկսեք խաղալ, կարծում եմ հետաքրքիր կլինի, ավելի հետաքրքիր կլինի, որ միասին այս ամեն ինչը անցնենք, հասնենք արբիտրին, մեր ցանկալի հերոսին, հերոսուհուն, լավ, իհարկե ցանկալի կլինի, որ այսպես ասած լայք դնեք այս վիդեոին, պատվիսկը լայք, как говорят, այսքանը նա երևի, լավ, հաջողություն ձեզ, հուսով եմ, որ հանդիպենք, պակա-պակա։